Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Բարև ձեզ, առաջին լրատվականի եթերում փոդքասթի ժամն է եւ ինչպես միշտ խոսում ենք ամենատարբեր թեմաներից, կարևոր առանցքում պահելով նաեւ հանրության հոգեբանական, բարեհոգեբանական այն գործընթացները, իրավիճակը, որ այսօր տեղի է ունենում, հատկապես պատերազմից հետո դա չափազանց ակտուալ է, որպես կանոն հասարակությունները նման են այսպես ծովի, որովհետեւ այսպիսի ծովի ստորջրյա հոսանքներ կան, որ տեսանելի չեն, ակնհայտ չեն, բայց դրանց ազդեցությունը մենք տեսնում ենք թեկուզ նույն հասարակության մակարդակով լռության պայթյունների, գործողությունների կամ իսկեյպիզմի այս ամենի տեսքով ենք տեսնում, բայց սա ունի նաև իր գիտական, հետազոտական հնարավորությունները, արդյոք հնարավոր է հանրության այդ շարժումները, այդ ստորջրյա հոսանքները ուսումնասիրել, պարզվում է, որ հնարավոր է եւ պատերազմից հետո ստեղծվել է այդպիսի խումբը կոչվում է գիտական խումբը կոչվում է հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրություններ եւ ղեկավարում է հոգեբան Սոնա Մանուսյանը։ Հենց Սոնայի հետ էլ կխոսենք այս հետաքրքիր թեմայի շուրջ։ Բարև ձեզ Սոնա։ Ես հակիրճ ներկայացրի ինչից ենք խոսելու, որքանով էր ձեզ իսկապես անհրաժեշտ եւ հասունացել էր այդ պահը պատերազմից հետո այսպիսի խումբ ձևավորելու եւ ինչ է ձեր ուսումնասիրության թիրախում։ Շնորհակալություն հրավերի եւ միանգամից շատ կարեւոր հարցախմբի համար։ Իրականում, եթե ինձ հարցնեք, մինչև պատերազմն էր անհրաժեշտ, անձամբ ես որպես հետազոտող տարիներ շարունակ դեռ մինչև ամենատխուր իրադարձությունները նույնպես եղել եմ այն քիչ հոգեբաններից, ովքեր ոչ միայն անհատին են ուսումնասիրել կամ անհատի հետ են աշխատել, այլև հանրային գործընթացների վրա են ոնց որ աչքը պահել, քաղաքացիական շարժումների վրա, հանրային դաշտում տեղ գտնող հարաբերությունների վրա, բայց իհարկե պատերազմը ուրվագծեց դրա ավելի հրատապությունը եւ նաեւ լրացուցիչ մոտիվացիա էր այն, որ մենք իհարկե որպես մասնագետներ եւ հետազոտողներ մենք ուղղակի սառը ինչ որ այլ իրականությունից վերևներից նայող մարդիկ չեն, մենք նույնպես այն մարդիկ ենք, ովքեր ազդված են այդ պատերազմով, ունեն այն բոլոր հույզերը եւ ապրումները եւ մտահոգությունները, ինչպես ցանկացած մտահոգ մարդ, այսինքն մենք մեր վրա ենք կրում եւ նկատում այն դժվարությունները եւ փոփոխությունները, որոնք արժան են ուսումնասիրվելու, հետեւաբար ոնց որ անձնական նաեւ այստեղ շահագրգռություն եւ հետաքրքրություն կար անելու մի բան, որը ուղղակի անհատական մակարդակից դուրս կգա եւ գիտական խումբ ձևավորելով կդիտարկի հանրային հրատապ նոր ձևավորվող, նոր եկող կամ մեզ դեռ ոնց որ սպասվող այն խնդիրները, որոնք մենք պետք է հասցեագրենք։ Այնպես որ եթե ինձ եք հարցնում անհրաժեշտ էր, բայց հուսով եմ դեռ ժամանակը ցույց կտա, մենք կարողացանք ապացուցել, որ մենք պետք ենք։ Իսկ ինչ է այսօր այդ խումբը։ Վստահաբար կան որոշակի հետազոտություններ, հարցախույզեր, կան հարցազրույցներ տարբեր անհատական եւ նաեւ տարբեր հոգեբանական այդ ամբողջ գործընթացները, որը անում է խումբը, ինչ հետազոտական արդյունքներ թեկուզ նախնական ունեք մեր հասարակության մասին։ Ինչ փուլում ենք մենք գտնվում, չէ՞ որ դեպրեսիայի կա ընդունում, հրաժարում, համակերպում, մենք որ փուլում ենք իբրև հասարակություն։ Դա մի քիչ անհատական իհարկե սխեմա է, այդ դեպրեսիայի փուլերը կամ կորուստի, կորուստի վշտի փուլերը։ Ես պետք է ասեմ, որ անշուշտ մենք միակ խումբը չենք եւ որ հետազոտություններ իրականացում արդի Հայաստանում եւ որը ունի հոգեբանական կոմպոնենտ, պարզապես կարծես թե մենք այն քիչ խմբերից ենք, որոնք փորձում են հենց ռեֆլեքսիվ ձևով ինչ նկատի ունեմ, այսինքն ոչ թե ուղղակի հարցախույզեր, դեպրեսիայի մակարդակը այսպիսին է, կամ չգիտեմ, վստահության մակարդակը այնպիսին է, այլ այնպիսի հետազոտություններ, որտեղ մենք նույնպես, մենք նաև որակական մեթոդներ ենք կիրառում, որտեղ մենք գնում ենք դեպի մարդիկ ու տեսնում ենք, թե իրենք ինչպես են իմաստավորում տեղի ունեցողը, մենք նաև հաշվի ենք առնում ենք որպես հարց տվող, նույնպես էս նույն հասարակությունից ենք, որոնք մասին զում կիսվեք։ Ահա, կիսվեմ։ Լավ կոնկրետացրիք, հիմա
Եթե նախնական արդյունքների մասին խոսելու լինեմ, պետք է ասեմ, որ մենք մեր խումբը ստեղծվել է մի կոնկրետ հետազոտական նախագծի բազայի վրա։ Նախագիծը բարդ տերմիններ չեմ ասի, բայց մի քիչ ուրվագծեմ, նախագիծը ուղղված էր հետ պատերազմական եւ հետ հեղափոխական Հայաստանում, ընդ որում երկու հետերն էլ փակագծերի մեջ, այսինքն դեռ ենթադրելով որ շարունակվող process-ներ եւ սպառնալիքներ կան, այս հետ իրավիճակում ինչպես է Հայաստանում քաղաքացին իրացնում իր քաղաքացիական ակտիվությունը, ինչպես է ներգրավում կամ չներգրավում հանրային գործընթացներում, այսինքն ինչպես են այս process-ները ազդել այսօր մարդու անհատական զգացումի վրա ազդելու հնարավորությունների իմաստով։ Եվ սա ուրվագծում եմ, որպեսզի հասկանանք, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում, եւ այս հետազոտությունը բազմաբաղադրիչ է, տարբեր մեթոդներ ներառող, որտեղ մենք ունենք եւ որակական բաղադրիչ, այսինքն մարդկանց հետ խորքային հարցազրույցներ, խմբային հարցազրույցներ եւ նաեւ քանակական բաղադրիչ, որը դեռ հիմա մշակման փուլում է եւ շուտով կանենք, եւ նաեւ մեդիայի ուսումնասիրություն ենք արել։ Հիմա այս բանը ես կարող եմ կիսվել մի քանի տվյալով, որոնք վերաբերում են խմբային, ֆոկուս խմբային հարցազրույցների արդյունքներին եւ մի քիչ մեդիայի արդյունքներին, որից Եկեք սկսենք խմբայինից, հենց այդ ինչքանով, որովհետև շատ հաճախ ես լսում, որ մարդիկ այսպես հենց пассив ինչ որ գործընթացների մեջ են շարժվելու, մեկը բան չի փոխվի, միևնույնն է ոչինչ չի լինել, այդ ֆատալիզմն է, թե պատերազմից հետո այդ չեմ հանձնվելն եմ շատ մարդկանց մոտ բնորոշ չեն ուզում ներգրավացնել, որը կամ հակառակը ներգրավում են շատ ագրեսիվ ու վիրավորում են մարդկանց, որոնք չեն ուզում ներգրավել, այս երկու ծայրահեղությունն է։ Այո, եւ բոլորն էլ բացատրելի են իրականում, այսինքն ինչ խնդիրներ էլ որ հիմա մենք մատնանշենք, ոչ թե ասում ենք որպես մի բան, որ շուտ հավաքեք ձեզ էս ինչ եք անում, այլ պետք է հասկանան, որ սրանք օրինաչափ ռեակցիաներ են տրավմատիկ փորձառությանը, կոլեկտիվ տրավմային, նույնիսկ գրականություն եւ նախորդիվ ուսումնասիրություն կա, այնպես չի որ մենք պիտի միայն դա ասենք, որ հանրությունները ուժեղ ոնց որ սպառնալիքների կամ կորուստների դեմ հանդիման կամ դրանից հետո ունենում են իհարկե շատ լուրջ հանրային մակարդակում արտահայտվող խնդիրներ, ինչպիսին օրինակ հանրային ֆրագմենտացիան է, բևեռացումներն են, այսինքն հենց հանրային հյուսվածքն է ուժում մի տեսակ, այդ որ դուք նշում եք, որ մարդիկ ագրեսիվ են դարձել, միջխմբային այսպիսի բաներ են ձևավորվում, ինչպես նաև անհատական մակարդակում հասկանալի են երկու ռեակցիաներն էլ, եւ մարդու այսպես սփակվելը, անջատվելը, դիսոցիացիան, որը շատ պաշտպանական կարևոր դեր ունի, հա, այսինքն իրենից մեծ բանից ինքը պետք է մի պահ կարողանա անջատվել, ինքը չի կարողանում դրա հետ գործ ունենալ, ապրումների մասշտաբի հետ, խնդիրների մասշտաբի հետ, օրինաչափ ռեակցիաներից մեկը այդ անջատվելն է։ Ես էմոցիոնալապես ասում եմ քայքայված եմ։ Ես այլևս չունեմ էմոցիա սրա համար։ Ես քայքայված եմ։ Եվ մյուսն էլ այդ որը կոչվում է hyper arousal, գրգռվածություն, նույնպես հետ ստրեսային կամ հետ տրավմատիկ բնորոշ հոգեվիճակ է, որը իհարկե որի հետ պետք է աշխատել, որ այդտեղ չմնանք։ Հիմա օրինակ շատ կարևոր հարց տվեցիք այդ լռության ոնց որ դիմադրելու, խոսել չուզելու մասին, թերևս սա ամենակարևոր հենց դիտարկումներից էր, որ երբ մենք սկսեցինք խմբեր հավաքել, գնում ենք ասենք տարբեր մարզեր, փորձում ենք խմբեր հավաքել եւ մարդկանց հետ խոսել։ Առաջին արձագանքը հակազդումը միշտ դիմադրելն է, չենք ուզում խոսել, էս ինչա, քաղաքական է եւ այլն, հա, բայց հետո եթե մարդկանց բերում ես դաշտ եւ սկսում են խոսել, իրենք հետո անպայման ասում էին փաստորեն մենք այս թեմաներով չենք խոսել, այսինքն իրենք էլ էին հանկարծ հայտնաբերում, որ իրանց լրության չնայած կարծես թե արդեն 4-5 տարի է, չէ՞, մենք մեդիա աղմուկի մեջ ենք, բայց մենք չենք խոսում այն առումով, որ մենք չենք կիսվում իրար հետ, մենք չենք փորձում անվանել են ապրումները, որոնք մեր ներսում կատարվում են, մենք ավելի շատ գոռում ենք դիմացինի վրա կամ դիմացինի գոռգոռոցն ենք լսում, բայց մարդիկ հանկարծ հայտնաբերում են այսպես ռեֆլեքսիայով, հենց խմբում նստած, որ վայ փաստորեն ես առաջին անգամ եմ խոսում իմ ապրումների մասին, ես մի քանի տարի ընդհանրապես չեմ ուզեցել խոսել, ու երբ անվանում ես տալիս քո խնդիրներին, երբ ձևակերպում ես ապրումը, դու արդեն մի մակարդակ ավելի բարձր ես
կանգնում եւ կարգավորելու եւ հուզական դաշտում եւ կոգնիտիվ դաշտում կարգավորելու ավելի մեծ հնարավորություններ ունես։ Ուրեմն հիմնական եթե նախնական արդյունքներ ասեմ, որոնց շուրջ հիմա մենք հոդվածներ ենք պատրաստում, որոնք գալիս են այդ խմբային քննարկումներից, իհարկե շատ շոշափելի ու տեսանելի են այդ ամբողջ հուզական ոնց որ դիապազոնը ապաթիայից մինչև գերգրգռվածություն, բայց ավելի շատ, ավելի դոմինանտողը այդ ապաթիայի վիճակը, ինչպես նաև ծայրահեղ անորոշության զգացումը, այսինքն անորոշության զգացումը շատ կարևոր այսօր, հա, եւ նեգատիվ ազդեցություն ունեցող գործոն է, որը մարդիկ եւ հույզերի մակարդակում են ապրում, այսինքն ոչ միայն մտավոր մակարդակում, չգիտեմ ինչ է լինելու, չգիտեմ ինչ սպասել, այլև հուզական մակարդակում, ես չգիտեմ ինչ զգալ սրա հետ կապված, այսինքն հիմնական արդյունքները, եթե մի երկու բառով ասեմ, որոնք շատ են, այդ անորոշությունն է, ապաթիան եւ նաեւ որ կուզեմ մի քիչ ավելի բացված խոսենք մեղքի զգացումը։ Մեղք եւ ամոթ։ Ինչ առումով։ Ինչ առումով, սա մենք դեռ փորփրելու ենք ավելի անհատական հարցազրույցների մակարդակում, բայց այն ինչ որ նկատում եմ ես, նաև ոչ միայն այս ուսումնասիրությունից, այլև որպես ուղղակի ինտելեկտուալ, որը դիտարկում է եւ ամեն օր նաև ուզած սոցցանցերում է լինում, այդ ոնց որ պատերազմից հետո եկած մեղքի զգացումը, որ ինչ որ մի բան մենք սխալ ենք արել որպես ազգ, ինչ որ մի բան չենք հասկացել, ինչ որ մենք ենք մեղավոր, որ օրինակ նույնիսկ տեսեք ինչ հետաքրքիր բան կա, մենք մինչև պատերազմական իրադարձությունները մարդիկ նույնիսկ չափազանցում էին իրենց հեղափոխական մասնակցությունը, երբ իրենց նարատիվներում պատմում են, թե իրենք ոնց են, չգիտեմ, ջատագովել կամ ուրախացել։ Պատերազմից հետո մարդիկ ոնց որ հետ են քաշում, չեն պատմում կամ ասում են ես ուղղակի հետ եմ, այսինքն նույնիսկ այդտեղ կա մեղքի զգացում, մարդիկ իրենց մեղավոր են զգում, որ ինչ որ հանրային process-ների են մասնակցել եւ այս մեղքի եւ նաեւ կորուստների առումով, սա ինչ որ ընդհանրացված ու նաեւ կարծում եմ մեդիաներով շահարկվող, որոշ մեդիաներով մեղքի զգացում է, որքանով մեդիան դա շատ է իմ տեսնելով, այսինքն հատկապես առաջին հետ պատերազմական տարիներին 1-2 ոնց որ մարդկանց վրա գրող լիներ հենց այդ մեղքի ու ամոթի, նաև ամոթի։ Երկուսն է շատ վատ, այսինքն դրանք մարդկային էմոցիաներ են իհարկե, բայց այն մասշտաբով, այն ինտենսիվությամբ ոնց որ հիմա որ ինքը նաև դառնում կայուն վիճակ, ոչ թե ուղղակի ժամանակավոր սիտուատիվ ինչ որ հույզ, ինքը նաև ունենում է այսպես արգելակող էֆեկտ։ Սրանք արգելակող հույզեր են։ Գերիշխող հույզերը, որոնք մենք նկատում ենք մեր հետազոտության արդյունքներում նաև, դրանք արգելակող հույզերն են եւ արգելակող կոմպլեքս հուզական ապրումները, մեղքի զգացումը, ամոթը, ապաթիան, այդ ասածս անորոշության զգացումը, ինչպես նաեւ մտային որոշ բաներ, օրինակ ինչպես դուք նշեցիք, սաղ սուտ է եւ այն, այսինքն այդ արժեզրկումները, որոնք նույնպես պաշտպանական են, իմ հետ գործ չունեք, ես չեմ հավատում եւ այն անվստահությունը, որը նույնպես բացասական կանխորոշիչ է ներգրավվելու համար, հա բայց այս մեղքի եւ ամոթի զգացումի հետ շատ կարիք կա աշխատելու, որտեղ սրանք նաեւ դառնում են միջանձնային միջխմբային հարաբերությունների հարց, մարդիկ ամենահեշտ բաներից մեկը որ սկսելն են իրար անել, իրար մեղադրելն ու իրար ամոթանք տալն, հա ու մենք տեսնում ենք որ դա հաստատ չի օգնում առաջ գնալ։ Մյուս կարևոր բանը որ նկատել եմ զզվանքն է։ Զզվանքը ցանկացած հանրային process-ների, ինստիտուտների, դրսևորումների հանդեպ ու զզվանքը մի տեսակ ինքը շատ իրացիոնալ ու դժվար վերահսկելի է։ Երբ դու տեսնում ես ինչ որ մի, չեմ, խավարասեր կամ ինչ որ մի մուկ, որի դու զզվում ես ու ոնց հետ գնաս, հետ քաշվես։ Դա իրացիոնալ է, ասենք, դու դրա դեմ չես կարող պայքարել։ Սա էլ ես եմ նկատել իմ հետազոտություններում, քննարկումներում, որ մարդիկ հենց այդ նույն հանրային process-ներից խորշում են, զզվում են։ Նաև տարբեր պրոյեկտում են դա մարդկանց վրա, որոնք զբաղվում են այդ գործընթացներով։ Շատ կարևոր ասպեկտ եք հիմա բացում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ առաջին դեմքով կարող ենք խոսել նման բաների մասին։ Օրինակ, մենք էլ ենք թերևս երբեմն այդ զզվանքը, հա, ունենում։ Այսինքն օրինակ մեդիան երբ մարդ օրինակ այն ձևով ինչպես հանրային դաշտ են նետվում, ինչ որ նարատիվներ, ձևակերպումներ, երբեմն իսկապես զզվանքի զգացում են առաջացնում,
այստեղ ես հիշեցի մեր մեդիայի հետազոտության որոշ արդյունքներ, մենք մեր մեդիայի հետազոտության մեջ ինչ ենք անում, մենք ոնց որ դուրս ենք բերել Telegram-յան որոշակի ալիքներից մեծ տվյալների բազա եւ հետո կոդավորողներն նստել եւ սկսել են կոդավորել ակտիվ ներգրավելով այդ լուրի հետ, այսինքն ոչ թե ուղղակի ասելով լուրը ինչի մասն է եւ այլն, այլև ֆիքսելով թե ինքը ինչա զգում այդ հույզը կարդալիս, սա ուզում կարևորել, այսինքն հուզական ասպեկտը եւ սեփական սուբյեկտիվ ռեակցիաները շատ կարևոր են եղել այս հետազոտության մեջ, այսինքն հետազոտվողի ոչ, հետազոտողը, որը նաև հետազոտող գծիկ հետազոտվող է եղել, այսինքն լուրը ու ֆիքսում է իր էմոցիաները եւ գրում է էմոցիաները, դրանով մենք փորձել ենք տեսնել, թե մեդիան անմիջական կարդալիս ինչ հավանական էմոցիաներ է առաջացնում եւ ուրեմն մեր տվյալների բազայի մեջ առաջինը էլի ոնց որ հույզերի բացակայություններ ամենահաճախ հանդիպող, այսինքն որը արտահայտում էր հետեւյալ բառերով, ոնց որ անեմոցիոնալ վիճակ, ոչինչ չեմ զգում, դժվարանում եմ պատասխանել, ապաթիա եմ զգում եւ այլն։ Մյուս կարևոր կտորը դա զայրույթներ, զայրույթ էր զգում, բայց ոչ թե լուրը կարդալիս հիմնական ոչ թե զայրույթը զգում էր տեղի լուսաբանվող իրադարձության նկատմամբ, այլ այն ձևի նկատմամբ, որով իրեն դա մատուցում են, այսինքն լուսաբանման ձևի հանդեպ էր զայրույթը եւ մյուս կարևոր արդեն մի քիչ ավելի քիչ, բայց էլի բավական կշիռ ունեցող հուզական ռեակցիաների մեջ նաև մտնում էր զզվանքը։ Այսինքն մարդիկ կարդում են լուրը եւ ոչ թե ինֆորմացվում են, ոչ թե ասում են վայ, ինչ եղավ գնամ ես ինչ բան, այլ ուղղակի զզվանք են ապրում։ Թե ինչ անել դրա հետ, իհարկե մենք ոնց որ այո, զզվանքը կարծում եմ նույնպես շատ խնդրահարույց հույզ է, բայց այն կա։ Մենք ունենք դա, ուրեմն նշանակում է ինքը ինչ որ մենք իրեն որպես խնդիր չպետք է դիտարկենք, որտեվ դա մեր հուզական որպես ազդանշանային համակարգի ինչ որ կարևոր ռեակցիան է։ Ուրեմն պետք է ռեֆլեքսիա անել, վերլուծել մենք ինչու ենք այդ զզվանքը զգում, դրա պատճառները որոնք են, այսինքն ինձ համար այս բոլոր հույզերը տեղ ունեն, դրանք կան, որովհետև կան, որովհետև ինչ որ բան բերել է դրան եւ իհարկե այստեղ շատ կարեւոր է որ այդ հուզական դաշտում չմնանք, այսինքն օքեյ ինչքան է մենք խոսենք, ասենք որպես հոգեբան, հա բոլոր հույզերը տեղ ունեն, հաջորդ հարցը դուք կարող եք օրինաչափ տալ, լավ, օքեյ, բոլոր հույզերը տեղ ունեն, տանք իրար սպանենք, ատելությունը տեղ ունի, տանք իրար սպանենք, այսինքն մենք ավելի բարդ հարցի ենք հիմա մոտենում, ինչ անել։ Ասում ով է մեղավոր պարզեցինք, հիմա հասկանանք ինչ անել։ Շատ լուրջ աշխատանքի կարիք կա հանրային, գիտեք մեր մոտ տարիներ շարունակ դեռ շատ ավելի վաղ քան պատերազմը, այսպես ասած հանրային համերաշխությունը եղել է շատ բարակ թելից կախված եւ կիսակեղծ համերաշխություն։ Համերաշխություն ինչ որ գաղափարների շուրջը, որոնք ոչ վիճարկված են եղել, ոչ քննարկված են եղել, ուղղակի, հա, մենք բոլորս հայ ենք, մենք ենք, ոչ մի բան իրար հետ ոնց որ լվացք դուրս չենք հանում եւ օրինակ, հա, այսպիսի ձևակերպումներ, որոնք ավելի շատ նամասն են, որ դու պետք է լռես, որ տարբեր կարծիքները ողջունելի չեն եւ ուղղակի մենք բոլորս հայ ենք, մեր բանակը հզոր է եւ այլն, այսինքն նաեւ կեղծ ինչ որ դրույթների շուրջ համերաշխություն, որը ոչ թե ինչ որ բանով լցված, ինչ որ բովանդակությամբ լցված համերաշխություն թե համընդհանուր կոնսենսուս, այսպես բայց նույնիսկ որպես կոնսենսուս էլ ինքը բովանդակությամբ լցված չէ, այն օրինակ, հա, վերցնենք մեկ այլ հասարակություն, կա այնտեղ կոնսենսուս, որ դու պետք է ոնց որ ոչ թե հանրային հարաբերությունները կառուցված են ոչ թե ասենք նրա վրա թե ոնց դու ոնց կկարգավորես դա դիմացին հետ, այլ պետք է հղվես օրենքին, այսինքն օրենքն է կարգավորում ձեր հարաբերությունների հիմնական դաշտը։ Հա դա էլ է, չէ, չգրված կոնսենսուս, բայց մարդիկ ապրում են այդպես, օրինակ Գերմանիայում, օրինակ մեկ այլ, եթե վերցնենք արևմտյան եվրոպական մոդելները, հա, մեր մոտ ինչի շուրջ էր կոնսենսուսը։ Այ եթե մենք թեկուզ կոնսենսուս, բայց ինչի շուրջ էր, ավելի շատ լռության շուրջ էր, ավելի շատ ինչ որ բաների մասին խոսելու շուրջ էր, այսինքն բովանդակությամբ լցված չէր եւ հիմա այս խնդիրը պատերազմից հետո իր ողջ սրությամբ, իր ողջ ոնց ասեմ տգեղությամբ երևում է եւ ցույց է տալիս նաեւ որ այդ համերաշխությունները եւ միասնականությունը այդքան էլ չեն եղել
բազան առանձնապես լավը չէ, որտեղ տեսեք, եթե մենք մի հասարակություն ենք, որտեղ մարդիկ ասում են մեր հզոր բանակ, բայց հնարավորության դեպքում իրենց երեխային, ես սա որպես մեղադրանք չեմ ասում, որպես փաստ, որպես պրակտիկա, որպես հոգեբանորեն շատ հասկանալի երևույթ։ Եթե ինքը խուսափելու բանին կողմա գնում, այսինքն մենք ունենք այդ բոլոր երկակիությունները, double think-երը եւ այլն, եւ հիմա դրանք ջրի երես են դուրս եկել, եւ այս հուզական ֆոնը բերել է նրան, որ մենք կարող ենք ել ավելի այս ֆրագմենտացվել, ել ավելի ոնց որ միջխմբային, ոնց ասեմ, տրոհումներով գնալ, այսինքն սա նաև գրականության մեջ լավ ուսումնասիրված բան է, հետ պատերազմական, հետ կոնֆլիկտային, հետ տրավմատիկ հասարակություններում շատ մեծ ռիսկ կա տրոհվելու, այսինքն հասարակության հյուսվածքի խաթարման, եւ մենք հիմա դա տեսնում ենք։ Հետևաբար շատ կարեւոր է աշխատել այդ հյուսվածքը վերականգնել ուղղությամբ։ Որն է այդ սոսինձը, որ կարող է սոսնձել այդ խաթարված հյուսվածքը եւ արդյոք կան լոկալ առանձնահատկություններ տարբեր հասարակությունների պատմական անցյալը, փորձը, տրավմաները նույն կոլեկտիվ հաշվի առնելով, այլ մեր դեպքում որ մեթոդն է աշխատելու ձեզ։ Իմ կարծիքով շատ կարևոր է լինելու բազմամեթոդ եւ բազմաբնագավառային, միջբնագավառային համագործակցությունները։ Սա այն խնդիրներից չի, որ միայն հոգեբանները լուծեն, որ միայն քաղաքագետները լուծեն, տարբեր մակարդակների վրա աշխատանքներ պետք է ընթանան։ Օրինակ, հա, ես կարող եմ 1 հոգու, 10 հոգու, 100 հոգու հետ իր հետ անհատական ապրումի հետ, տրավմայի հետ աշխատել, բայց դա չի ունենա հանրային էֆեկտ։ Բայց ես կարող եմ աշխատել խմբերի հետ, այ խմբային հոգեբանական աշխատանքներ ավելի մեծ արձագանքող էֆեկտ են ունենում, որովհետև օրինակ դու գնում ես, հետո եւս ոնց որ ամեն ամոքված մարդ եւս մի կամ ամեն ամոքված խումբ ինքը նաեւ բազմապատկում է հաջորդ իր սոցիալական միջավայրում ամոքվելու պոտենցիալը, հա։ Օրինակ ձևերից մեկը իհարկե հոգեբանության ել ավելի մեծ ներդրումն է, բայց ոչ թե ուղղակի էլի եմ ասում անհատական մակարդակում, այլ համագործակցելով տարբեր բնագավառների միջև։ Օրինակ շատ կարևոր է, որ մարդիկ սկսեն խոսել։ Ես օրինակ դեռ չի շտապի ասել, եկեք միավորվենք, եկեք սոսնձվենք, եկեք դեռ սկսենք խոսել։ Դեռ սկսենք խոսելուց, դեռ սկսենք մարդկանց լեզու տալուց, թույլ հնարավորություններ ստեղծելուց եւ հոգեբանական մակարդակում եւ տարբեր ինչ որ թեկուս կրթական նախաձեռնություններ, որ մարդիկ արտահայտվեն, օգնել մարդկանց ձևակերպել իրենց հետ տեղի ունեցողը, օգնել նաեւ ինչու՞ չէ, ոչ թե լռել, այլ ասել թե ինքը ինչ խնդիր ունի մյուս խմբի հետ, ում չի սիրում։ Այսինքն մարդիկ պետք է կարողանան արտահայտվել։ Եվ այս լեզու տալը շատ կարևոր գործընթաց է ինձ համար, որ դեռ լավ չեմ պատկերացնում կոնկրետ ձևերը բոլոր, բայց առնվազն մի երկու օրինակ սրանք են։ Այ մի օրինակ էլ ես բերեմ, նախորդ անգամ իմ հյուրներ երգիչ Հայկ Պետրոսյանը եւ նա մի հետաքրքիր նեղ տարբերակ առաջարկեց այդ նույն տրավմայից դուրս գալու, ով ինքը եւս մասնակցել է պատերազմին, դրանից հետո տրանսֆորմացիաներ է ապրել, ասաց, որ մենք միասին երգել չգիտենք, ի տարբերություն թեկուզ նույն մեր հարևան Վրաստանի։ Երբ իրենք բոլորը ասենք ինչ որ մի նույն երգ գիտեն, բոլորը ներգրաված են։ Ասում եմ, եթե մենք սկսենք միասին, նշում եմ, որ իրեն փրկել է օրինակ Կոմիտաս վարդապետի երգերը։ Ասում եմ, եթե մենք սկսենք միասին բոլորս երգենք, ինչ որ երգեր լինեն մեր հին, այդպես նույն Կոմիտասյան, թեկուզ Կոմիտասի ստեղծագործություններից, որ բոլորը իմանան, բոլորը միասին կոլեկտիվ այդպես երգեն, այդպես հույզերը, ցավը, վախերը դուրս են գալիս։ Սա ես ոչ ստանդարտ մեթոդ է։ Ոչ ստանդարտ, բայց շատ վալիդ, շատ տեղին, ընդհանրապես արվեստին դիմելը եւ ամենադրանցից ոնց ասեմ, ավելի հոգուն մոտ է իհարկե երաժշտությունն է։ Ես նույնիսկ ասեի ոչ թե երգել, որը դժվար է բավականին։ Դու պետք է հասնես որ կետի, որ պարել, մարմնային կողմնորոշման մեթոդներ կա եւ նաեւ նվագել։ Օրինակ հոգեբանության եւ երաժշտության միջև ճյուղ կա թերապևտիկ, արտ-թերապևտիկ, որը հենց կոչվում է երաժշտական թերապիա եւ ունի այսպեսի ենթաճյուղ ակտիվ երաժշտական թերապիա, որտեղ մարդիկ գործիք չիմանալով, հա, ոնց որ թեթևակի ուղղորդմամբ սկսում են իրենց խնդիրները նվագել, հատկապես պարզ գործիքներով, թմբուկներ եւ այլն, այսինքն որտեղ պետք չի էքսպերտիզա, որտեղ պետք չի ոնց որ գիտելիք, պետք է ուղղակի էմոցիա եւ պետք է խմբային վարակով սկսում են նվագել, շատ կարևոր է բան է ասում, այսինքն սա որպես օրինակ բերեմ ուղղակի, որ սա նաև լավ ձևերից է, որը ոչ խոսք է, ոչ էլ լռություն է։
Այսինքն դու արտահայտվում ես, բայց ոչ վերբալ ես արտահայտվում, որը թերապևտիկ շատ մեծ էֆեկտ ունի այն առումով, որ երբեմն այնքան դժվարացած է խոսելը, հա, որոշ տրավմատիկ իրադարձությունից հետո եւ անհատական եւ խմբային մակարդակում առաջին բանը որտեղ են դա մուծիզմն է, լռելն է, չես կարողանում խոսել, բառեր չես գտնում։ Օրինակ շատ մենք որպես հոդվածագիրել, ես ուղղակի անկեղծանամ, երբ սկսում ես գրել քո երկրի խնդրի մասին, զգում ես, որ լռում ես, չես կարողանում մյուս լեզվով, ուրիշ լեզվակրի հարցը չի միայն, այսինքն անգլերենի հարցը չի, այլ դու չգիտես ինչպես բացատրես քեզ, որ իրանք քեզ հասկանան, ինչպես նկարագրես քո այդտեղի ունեցողը, որ քեզ հասկանան։ Դրա համար իհարկե ոչ ստանդարտ լուծումները արվեստի ինտեգրումը էս ամբողջ process-ում, արվեստի խնդանումը սկսած մանկապարտեզներից շատ կարևոր ռեսուրսներ կարող են լինել եւ երաժշտությունը շատ լավ հիշեցիք։ Այ իբրև լրագրող ինձ հետաքրքիր է նաեւ հենց մեդիայի դերը։ Այն նշեցիք, որ հենց մեդիան է ակտիվ նաեւ մասնակցություն այս տրավմայի ցավերը խորացնելու հարցում ու ջրբաժաններ արհեստականորեն կամ իսկապես բարձրաձայներով եղածները, այսպես պատնեշները բարձրացնելու։ Ինչ անի մեդիան ըստ ձեզ, կամ հասարակությունը ինչ կարող է անել նույն մեդիայի պահով։ Տեսեք, ինձ մի քիչ դժվար է ասել ինչ անի մեդիան, որտեղ մեդիան էլ չէ, շատ տարբեր է եւ մենք ունենք ամենամեծ սպեկտրը, նաեւ կան մեդիաներ, որոնք հենց կառուցված են մարդկանց մոտ էմոցիաները, այտենց բացասական էմոցիաները ակտիվ պահելու վրա, դա ոնց որ նրանց գոյակերպը լինի, ես կասեի, այսինքն այդ իրականում միջա համաշխարհային այդպիսի տենդենց կա clickbait-ի, որ կլիկ անելու համար ոնց որ հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի հենց աշխատած են բացասական էմոցիաները, բացասականությունը, նեգատիվիտին առհասարակ է, օրինակ զայրույթ, ինչպես նաև վախ, զզվանք չէ, բայց վախ, զզվանքը հակառակ էֆեկտ անում։ Բայց այսինքն անելիքներ իհարկե կան, բայց ես դժվարանում եմ ոնց որ խորհուրդների տեսքով ասել, ուղղակի կարող եմ ասել հետեւյալը, որ մեդիան ձախողում է, եթե ընդհանրացված ասեմ, գոնե մեր ընտրանքի վրա արված 3 տելեգրամյան ալիք ենք վերցրել, ձախողում է իրականությունը նկարագրելու եւ մարդկանց փոխանցելու, գոնե այդ զգացողությունը ստեղծելու ֆունկցիան։ Մեդիան, որը կոչված է գոնե ինչ-որ անորոշություն փոքրացնելու, հետաքրքիր է, որ ըստ մեր տվյալների մարդկանց մոտ ել ավելի մեծացնում է անորոշությունը եւ բերում է հենց մի բանի, որը կոչվում է մեդիայից խուսափում։ Մարդկանց մոտ կա ուժեղ խուսափում հենց մեդիայից, որը առողջ խուսափում է։ Մարդիկ խուսափում են մեդիայից, որտեղ մեդիան այն ձևով ինչպես որ ինքը կա եւ այն ինչ որ ինքը ոնց ասեմ, հաղորդում է մարդուն, վնասակար է իր բացասական էմոցիաներով եւ նաեւ ինքնագնահատականը իջացնող մեսիջներով։ Գերիշխող են։ Մեր մեդիա, մեր ֆոկուս խմբային արդյունքներից մեկն է, որ մարդիկ ասում են, մենք ավելի շատ Ալիև բառն ենք կարդում, քան ոնց որ մեծ իրականում ոնց մեր ամենօրյա իրականության հետ կապված բաներ։ Ոնց որ ինքը եկած լինի իմ տանը ու ինձ պատմի, թե ես ինչ պիտի անեմ։ Այսինքն մեդիան նույնիսկ այդ առումով անփույթ, որ ինքը այնպես է խոսում, որ մարդը ընդհանրապես իրան արդեն թևաթափ զգում, որ իր փոխարեն, այսինքն որ ոչ թե ուղղակի խոսքը նրա մասին չի, որ չլուսաբանվի ձևակերպումների մասին, այլ այն, որ ինքը դարձել է հիմնական խոսող, ոնց որ նյուսմեյքեր Հայաստանի համար եւ իր բերանով են ասվում բաներ եւ մարդիկ երբեմն նույնիսկ ասում են Ալիևի ասածը ավելի ճիշտ է, ես Ալիևին եմ լսում, որ տեսնեմ ինչա լինել։ Այսինքն պետք չէր հասնել դրան, էլի իրականում ինչա թե ոնց որ հակամարտողներ քաղաքական կողմերը հասել են նրան, որ դաշտ են բերում մարդկանց, որոնք կրկնակի տրավմատիզացնում են։ Սա ընդհանրապես մի օրինակ էր, բայց նորից հիշեցնելով, թե ինչի մասին էր մեր հետազոտական նախագիծը, որը հիմա ընթացքի մեջ է, մենք ըստ էության, եթե կարճ ասեմ, ուզում ենք տեսնել, թե մարդուն այսօր Հայաստանի քաղաքացին ինչպես է կարողանում եւ ինչքանով է կարողանում իրեն ազդեցիկ զգալ ընդհանրապես իրադարձությունների վրա, որ իր մասին են, հա։ Մենք տեսնում ենք նաեւ այս մեդիա հետազոտության օրինակով, որ մեդիան հակառակը ոչ թե չի նպաստում, այլ ավելի փոքրացնում է մարդու ընկալվող ազդեցության զգացում, այսինքն ինքը չի ստանում լուրեր եւ նրան չի մատուցվում իրականությունը այնպես, որ ինքը զգա, որ ինքը դրա վրա ազդեցություն ունի եւ նաեւ չի մատուցվում նրան իրականությունը, մեծա իրականությունը այնպես, որ ինքը զգա, որ իր մասին է այդ լուրը։ Եվ ես շատ կարևորում եմ, որ լրատվությունը դառնա ավելի պատասխանատու եւ ավելի մարդակենտրոն եւ
ոչ թե հայ կենտրոն, այլ մարդակենտրոն ուղղակի թե։ Իսկ այս հետազոտությունները բաց են, այսինքն ցանկացած իբրև լրագրողի չափազանց հետաքրքրեց հենց այդ մեդիայի հատված։ Ես կարող եմ օգտվել այդ հետազոտություններից։ Շատ վտանգավոր բան ասացի, գիտեք, ես հուսով եմ, որ նաև մեդիայի ներկայացուցիչները կհետաքրքրվեն, եթե հնարավոր ես եւս կուզեի, արդյոք դա բաց է լինելու արդյունքները։ Մենք ուզում ենք մենք հետազոտության դեռ բաց չեն, մենք դեռ ուզում ենք ոնց որ գիտական հոդվածների տեսքով հրապարակել, այսինքն իրանք բաց են այն առումով բաց կլինեն, բայց հետազոտական ապրանքներ տալուց հետո կամ դրանց զուգընթաց, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Սպասենք անպայման այդ երբ տեղի կունենա վերջին արդյունքով, որովհետև ինձ եւս իբրև մեդիայի ներկայացուցիչ չափազանց հետաքրքրեց այն ամենը, այդ ինֆորմացիան, որ դուք տվեցիք, ու ես հույս ունեմ, որ մնացած իմ գործընկերները եւս կօգտվեն այդ բաց աղբյուրներից, հետազոտություններից, սեփական հետևությունները կամ շտկող քաղաքականությունը անելու, որպեսզի մեր հանրությունը կարողանա հաղթահարել այն բարդ շրջափուլ ու այն կոլեկտիվ տրավման, որը ինչպես ասացիք, ձևավորվել է շատ վաղուց, ուղղակի արտահայտվում այդ ներքին գործընթացների տեսքով այս վերջին տարիներին։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ ես հրավերի համար։ Զրուցեցինք Սոնա Մանուսյանի հետ, հոգեբան, Սոնան հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրություններ գիտական խմբի ղեկավարն է եւ ներկայացրեց որոշ շատ հետաքրքիր ու չափազանց կարևոր տեղեկատվություն այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում այսօր մեր երկրում, մեր հասարակության հետ, ինչպես նաև մարդկանց, իշխանությունների, ինստիտուտների ու ամենակարևորը նաև մեդիայի մասով։ Շարունակեք հետևել զարգացումներին առաջին լրատվականի եթերով, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Thank you.